Նախ բերեք հասկանանք, ինչն է սրել իրավիճակը Լիբանանի շուրջ։ Այո, ուրեմն իսրայելյան հարձակումներ են հատկապես հարավային հատվածում թիրախավորված։ Եվ Իսրայելը շարունակում է զորքեր տեղափոխել սահման։ Այո, անverջ դեղաշարժ կա դեպի Լիբանանյան սահման եւ փաստորեն այդ հրատատարի համաձայնությունը ես կասեի միագողմանի հիմնականում խախտվում է, որովհետեւ Իսրայելը եւ օդային հարձակումներ, թիրախային գործողություններ եւ անverջ շրջակայություններ դրոնի ուրեմն անօտաչու սարքերի այդ շրջակայություններն են լիբանանյան օդային տարածքներում այսօր այդ ցայները շատ մոդիկից լսվում էին պաստորեն եւ ընդհանուր մթնոլորտը նաեւ մտահոգիչ է այն առումով որ այս գործողությունները կարող են ավելի լայնամասշտաբ բնույթ ստանալ կան նման վարկածներ բայց ընդհանրապես առ այս պահը ճիշտ է որ հասկացել են ճիշտ է որ դեղաշարժ կա ճիշտ է որ հրատատարը խախտվում է անօտաչու սարքերը անverջ շրջակայում են բայց ուրեմն սահմանափակ գործողություններ են եւ այնպես չէ որ նախկինի դրությամբ ընդհանրապես բادرազմական իրավիճակ է չէ այնպես չէ իրավիճակը բայց թափ հավաքել են գործողությունները կարող ենք ասել կարծում եմ ճնշումները նաև թայմինգի առումով գիտեք եթե փորձենք ավելի գլոբալ դիտարկել ուրեմն Գազայում հաստատված ընդհանուր հրատատարի համաձայնության փուլային հանգրվաններն են անցումն է երկրորդ փուլ հուսիները այսօր հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին գնալու հրատատարի եւ այնպես է թվում որ հիմա Իսրայելը փորձում է իր ուրեմն առաջադրած անվտանգության կոդին ցևավորել հատկապես հարավային հատվածում Այսինքն ազատվել Հեզբոլայից նաև Լիբանանում Ես նկատի ունեմ որ Իսրայելի համար սա առաջադրանք է Ես նկատի ունեմ նաև Թրամփի այսօրվա հայտարարությունը որ պետք է զինաթափել Հեզբոլային Լիբանանում եւ Լիբանանի կառավարությանը հանձնարարվել է դադարեցնել փակել ֆինանսական ուղիները Հեզբոլայի Այո հիմնականում դա ուղերձ է Իրանին որովհետեւ ինչպես ճարաչ փորձում էի բացատրել որ սա գլոբալ խնդիր է եւ Իսրայելը փորձում է ընդհանրապես իր սահմանամերձ շրջաններում տարածքներում Գազայում Սիրիայում Լիբանանում իր անվտանգության կոդիները ձևավորել եւ վերահսկողություն գիրառել անվտանգային առումով նաեւ եւ այդ ճնշման միջոցը հիմա ինչպես նշեցիք նաեւ Միացյալ Նահանգների կողմից է որ ուրեմն Հեզբոլայի ուղղությամբ ֆինանսական օժանդակությունները աջակցությունները դադարեն եւ ուրեմն ընդհանրապես առաջադրանքը Իսրայելի իբրև ռազմական միավոր գազམ་ակնթումն է սա անverջ հիշեցնում են եւ լիբանյան կողմից ակնկալում են որ քայլեր ցերդարգի ըստ էության իրենք եւս համոզված լինելով որ այս խնդիրը Լիբանան կողմը ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այս օրագարկը կարծում եմ որ հիմնականում գտնվում է ուրեմն Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններում Ինչն է ուշագրավ որ Իսրայելը շատ կտրուկ է դրել հարցը եւ որերորդ անգամ Նեթանյահուն արդեն կրկնում է որ Գազայում թուրքական ներկայությունը բացառվում է Այո, այնտեղ եւս երանգային դարբերություններ նկատվեցին իրերա հաջորդ հայտարարություններում, ուրեմն եւ գուցե նաեւ դերերի փաշխում էր, որովհետեւ քաղաքական pedagogan ապարատը հայտարարեց, որ սա գարմիր քիծ է եւ իրենք չեն պատկերացնում որևէ թուրքական զինվորի այնտեղ դեղագայումը Հետո սպայագույտը հրամանատարությունը Իսրայելի զինված զինյալ ուժերի հայտարարեց որ
Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղ միջազգային ուժերի ուրեմն ներգրավվելուն մտահոգիչ կլինի Իսրայելի համար։ Դարբեր բան է ասելը, որ Գարմիր քիձը շատ ավելի բացարձակ մերժում է, թիրքորոշում է, դարբեր բան է մտահոգիչ նկատելը այդ հավանականությունը։ Բայց ուրեմն հրեդորապանական հարթության վրա բավական լարված են, գիտեք նաև, որ ուրեմն արդարադատական ոլորտում Թուրքիայում նաև Նեթանյահուն ցերպակալելու համապատասխան իրավական որոշում է կայացվել։ Նաև այս բոլորում ուրեմն երկու պետությունները իրար ցեղասպան պետություն որակելու, մեղադրելու նման հայտարարություններով են հանդես եկել։ Կարծում եմ, որ այս հանգրվանին որոշակի առումներով հայտարարողական դեկլարատիվ բնույթից այդ լարվածությունը անցնում է նաև կորզնական ենթահող, կորզնական փուլ, հատկապես սիրիական տարածքներում իսրայելյան եւ թուրքական շահերի փախման միջնորդավորված ռազմական փախումների դեսքով անգամ։ Իմիջիայլոց կա նաև Վաշինգտոնի ուղիղ ճնշումը Թուրքիայի վրա։ Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում է դադարեցնել նավթի եւ գազի գնումը Ռուսաստանից։ Այո, այլ ուղղությամբ եւս նաև Թուրքիայի վրա այդ ճնշումն է, բայց գիտեք, հարաբերակցաբար միջինարևելյան տարածաշրջանի Վաշինգտոնի երկակի մոտեցումը նաև որոշ առումով ինչ որտեղ Թուրքիան օգտագործելու Իսրայելի հարաճխաղացքը այդպես անարգել թույլ չտալու համար, այսինքն մրցավարի դերը, որ Վաշինգտոնը վերցրել է ընդհանրապես տարածաշրջանը իր վերահսկողության տակ բահելու եւ որևէ ուժի ամբողջական քերագայությունը չթույլատրելու, այդ գախյալությունը պահպանելու եւ փոխհագագշիր իրավիճակներ, գործողություններ, ասոցիացիան կոդիներ, դա զգալի է նաեւ միջին արևելյան տարածաշրջանում։ Կարծիք կա, որ Էրդողանը կմերժի Վաշինգտոնին, այդ գործարքը նրա շահերից դուրս են կարծես։ Չի բացառվում, բայց կարծում եմ, որ մինչև որոշակի դեղ Անկարան ինքնուրույն մարտավարական խաղեր դալու հնարավորությունը ունի, բայց երբ հստակեցվում են, տեսանելի են դառնում Գարմիր գծերը եւ անվտանգային առումով եւ հատկապես ֆինանսական տնտեսական առումով, Վաշինգտոնը իր վերջնական խոսքը կասի անպայման, որովհետեւ նախադեպ ուրեմն բոլոր անկրվաններին, բոլոր նման իրավիճակներին մենք տեսանք ինչպես ֆինանսական տնտեսական առումով թուրքական լիրայի գդրուկ անկումը եւ կարծում եմ, որ դա ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից հիմնականում։ Սա ֆինանսատնտեսական առումով, անվտանգային առումով օրինակ քրդական կորձոնի շահարկումը եւ հագարակ այն բոլոր քարոզչական, քաղաքական հայտարարություններին, որ ուրեմն քրդերը հանձնում են իրենց զենքերը, առ այսօր քրդական զինյալ ներկայությունը շարունակվում է փաստորեն եւ չեմ կարծում, որ բաղը հասունացել է քրդական կորձոնը իբրև խաղակարդ, իբրև խաղաթուղթ ընդհանրապես չեզոքացնելու։